երկրորդը ձեռագրաբանական քննություն անցած կա որևէ բան։ Ինձ քննչական կոմիտեում հարցրել են օրինակ, չգիտեմ, սա նախաքննական գաղտնիք է թե ոչ, բայց արձանագրված փաստ է։ 2024 թվականի մարտի 18-ին Գառնիկ Դանիելյանից ուղարկված ինչ-որ թղթի մասին, որը ես եմ գրել եւ ուղարկել եմ, որտեղ խոսում է հաշտության օրակարգի մասին, որտեղ խոսում է ոստիկանների հետ որևէ առնչություն չունենալու մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սա ապացույց է, թե ապացույց չի։ Սա սուբյեկտիվ մեկնաբանություն է, թե ոչ։ Ձեռագրական փորձաքննություն անցել է, թե ոչ։ Ես խնդրում եմ, որ մեղադրողները պատասխանեն։ Ի վերջո 7 ամիս շարունակ այս ամբողջ տեքստերը որ կան, ինչով են վերագրելի այստեղից նստած յուրաքանչյուրին, ով է դա փաստել, ինչով են դրանք ոչ մոնտաժված, ես ձեզ մի դրվագ կարդամ, ընդամենը, կներեք, որ երկարացնում, բայց մի դրվագ։ Եթե ապացույցից եք մեջբերում անելու, դրա անդրադարձությունը չկա։ Չէ, զուտ ասեմ նա, որ 3 նախադասություն է գրված, գործի միջից վերցված, 3 նախադասության ամեն մեկի վերջում գրվածը չի լսվում։ Արգելիս, հիմա ես ինչ եմ ուզում ասել, միտքս ես ընդհատեմ ձեզ, այո, շարունակեք, եթե բնականաբար գտնեք որ ավելացնելու բան ունի, մեղադրողները այս պահին նշեցին, որ լրացուցիչ ծավալ ունեն ներկայացնելու, ոչ ամբողջական են ներկայացնելու, շատ լավ, հենց ծավալը մեղադրանքի կողմն է ներկայացնելու, եթե գտնեք, որ դա բավարար չէ, ես նորից եմ կրկնում եւ նախորդ դատական նիստին էլ նշեցի, կողմերը քրեական դատավորության օրենսգրքի 334 հոդվածի կարգով իրավունք ունեն ծավալը լրացնելու մասին միջնորդություն անել, այն ինչ որ յուրաքանչյուր կողմը կներկայացնի եւ դատանը եթե ծավալ սահմանի, դրանից զատ, այսինքն ապաստրի ծավալը լրացնելու միջնորդություն է կանելու։ Շատ լավ, ես հասկանում եմ։ Հիմա այս պահին չեմ կարող մեղադրանքի կողմին նման հարց ուղղել։ Նման լիազորություններ չունեմ այս պահին, նման հարց ուղղելու։ Պատվարժան դատարան։ Իսկ ինչ որ վերաբերում է այդ ապացույցին ձեր ներկայացրած, եթե այդ ապացույցը ներառված լինի կամ ներառված է ապաստրի ծավալի մեջ, բնականաբար քննության հետազոտման արդյունքում կողմերը ձեր կարծիքը ներկայացնել է դրա մասին։ Իմ ասածը Ես ձեր ասածը լիովին պատկերացնում եմ, իրավական իմաստով էլ, դատարանական գործընթացի իմաստով էլ, բայց ուրիշ բան եմ ասում, ես ինչպես անցել անգամ եմ կրկնել, ինչքան ուզում է ծավալ ներկայացնել, որքան ուզում է ներկայացնել, մինչև փորձաքննության փաստված չլինի, դրանք ապացույցներ չեն, դրանք միգուցե փաստեր են, միգուցե ինչ-որ ձևով արձանագրել, մեկ-մեկը նստել գրել է, բայց չեն կարող դրանք ապացույց լինել։ Հետևաբար ինչ են ներկայացնում, ես դա եմ ուզում հասկանալ, եթե փորձաքննություն կա եւ ըստ էության փաստը դառնում է ապացույց, խնդրեմ թող ներկայացնեն, թե ձեռագրական, թե մնացածը, կան, 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 թե մնացածը, կան,
թե մնացածը, կան 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 որևէ խնդիր չեմ տեսնում, կհետազոտենք, առաջարկում հետազոտել բոլոր այն ապացույցները, որոնք ներկայացվել են։ Բոլոր հարցերին, որոնք բարձրաձայնվում են, տրվի պատասխան, համապատասխան փուլերում, համապատասխան դատավարական ընթացակարգերին։ Պատվարժան դատանքները եկել է մի բան է։ Հանրային մեղադրողը նշում է, որ իրենք ի սկզբանե եկել էին պատրաստված մի իրավիճակի, սակայն նախագահ դատավորը լրացուցիչ ոնց որ բեռասահմանել եւ դրանով հարկադրված որոշակի ձգձգում է տեղի ունենում, մինչդեռ ես չեմ կարծում, որ նախագահ դատավորն է բացահայտել քրեական դատավարության օրենսգրքի 319-րդ հոդվածի բովանդակության պատճառը։ Չէ, պատվարժան դատան, մեկ վարքել լրեք, նստեք, դատարանը ոչ թե լրացուցիչ բեռասահմանել, այլ դատարանը պետք չի մի բանի մասին խոսել, որը որ բազմիցս արդեն դատարան ուրիշ բանի մասին եմ ասում, 19 հոդվածի պահանջի դատարանը նշել է, որ պատվարժան դատարան ուրիշ բան եմ ասում, կապված Վահագն Չախալյանի արտահայտած դիրքորոշման հետ։ Այո, այն պարագայում է, որ օրենքը պահանջում է, դատարանն է մատնանշեց օրենքի պահանջը, որն է, շուրջ 2-3 դատական նիստ անհարկի հետաձգումները այդ թվում օրինակ այսօր մի ժամ չծախսելը, ուղղակիորեն ազատության իրավունքից ոչ համաչափ սահմանափակում է եւ ընդհանուր պետք է քննարկել անձանց խախտման միջոցների փոփոխության հարցը այս պարագայում։ Անկեղծորեն չհասկացա մեղադրողի դիրքորոշումը ինչ էր նշանակում ժամանակը գա կասենք, ժամանակ 7 ամիս անցել է պատվարժան դատարան, համաշխարհային փորձարու, ես տարբեր երկրներում դատական նիստերի մասնակցել եմ, մեկ ապացույցը կեղծ կամ ոչ հավաստի, բավական է որպես այդ գործընթացը կանգնի։ Հիմա իմ հարցումը հետևյալն է, ժամանակը անցել է 7 ամիսը պատվարժան դատարան։
փորձաքննության ուզում եմ ապացույցը տեսնել ես, որ այս մարդկանց անունները ներառյալ իմը, իմ ազգանունը իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, և այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ, դուք էլ անցել անգամ ասեցիք, որ դուք չեք լսել, բայց դա կարևոր չի, չէ՞։ Բնականաբար դատարանը պետք է հետազոտի այդ ժամանակ։ Այո, հետազոտելուց առաջ, ապացույցները հետազոտելուց առաջ, մեկ էջանոց թուղթ կա փորձաքննություն անցած լինելու մասին, մեկ էջանոց ընդամենը, 30 հատոր չեն։ Ինչպես եք ուզում, որ ես ընդունեմ օրինական մյուս մարդիկ, որ այդ խոսակցությունները ապացույց կոչվածները, որոնք ես ասում եմ, եւ խնդրում եմ այսպես վերնագրել, սրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Սա ջուրը, սա փաստա, որ շիշը, բայց ապացույց չունեմ, որ սա ինչ տեսակ շիշ է, ինչից է կազմված։ Հիմա ես դրա մասն եմ ասում, ինչպես թե ժամանակը գաք ասենք, ժամանակն եկել է, մինչև ապացույցները ներկայացնելը, գործի մեջ մեկ էջանոց թուղթ պետք է գոնե լիներ, ասելու համար, որ այս տվյալներով անցել են այս փորձաքննությունը, հաստատված են այսինչ բաները, կա թե ոչ, ես դա եմ հարցնում։ Պատվարժան դատարանը, պատկերացնում եք, որ 7 ամսվա մեջ, որ ձեռագիր, ոչ էլ ուրիշ կերպ, ոչ մի բան, ես գոնե ինձ հասանելի չէ։ Հիմա ես հարցնում եմ հարգարժան մեղադրողներին, այդ էջերով, հատորով, մարդկանց անուններով ներկայացնելը, ինչով է փաստված, օրինակ, ինչ փորձաքննությամբ։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ դադարելու կրկնել։ Դրա պատճառով էլ պատվարժան դատարան, այդ պատճառով էլ քննչական կոմիտեի ղեկավարը ինքն իրեն թույլ է տալիս ասելու, որ Բագրատ Սրբազանը իր ձեռքով գրելը, հասկանում եք հանրորեն հնչում է մեղադրանք, որը հաստատված չի եւ ում կողմից է հնչում, պաշտոն ունեցող մարդու հնչում է այդ մեղադրանք եւ ոչ միայն ինքը, այլև դատախազը հենց բերված տվյալը հրապարակվում է այդ տվյալի մի այսքան հատվածը, որի վրա ասում են մարդկանց կյանքից զրկելու չգիտեմ ինչ, այս հունվարի 2-ի խոսակցությունը, սրանք առանցքային նշանակություն ունեն, մարդիկ ուրեմն անպատասխանատու ելնում են հայտարարություն անեն, մեզ մարդկանց 6 ամիս, 7 ամիս զրկում ամեն ինչից, հանրությանը տրամադրում, երեք ինձ մոտ այցելության են եկել, մարդիկ ասում են ամբողջ շրջանի մենք պատկերացնում ենք, որ դու ահաբեկիչ ես, ինչի իման վրա, այդ մարդու ասածի, մյուսի դատախազի հայտարարության, այն մյուսի հեռուստատեսությամբ խոսելու, անցյալ օրը իմիջիայլոց ասել եմ, չէ, դատապարտված եմ հեռուստացության, 20 տարի չէի նայել, ուրեմն հանրային հեռուստաընկերություն հաղորդավարը ասում է դատարանում կամ դատարանով հաստատված, որ այս մարդը ահաբեկիչ է, այդպիսի բան կա։ Հասկանում եք, մենք այս շրջանակից դուրս պիտի դիտարկենք հարցը։ Այստեղ չի հարցը, պատվարժան դատարան, այդ մարդիկ կռվում են դրսում մեր դեմ, այսինքն պետության դեմ, ինչու մեր դեմ։ Եվ ես դրա մասին եմ ասում, իմ անընդհատ կրկնելու եմ, ինչքան ուզում ապացույց բերել, անընդհատ կրկնելու, ուր է փորձաքննությունը, ուր է քննչական կոմիտեի ղեկավարի կողմից հայտարարված ձեռագրաբանական փորձաքննությունը, որտեղ ես իմ ձեռքով գրել եմ ահաբեկչության պլանավորում, ուր է դա։ Սրա մասին պետք է խոսեք, հարգելի մեղադրողներ, եթե սրա պատասխանն ունեք, խնդրում եմ մեզ մի ասեք, որ սպասեք ժամանակը, ժամանակն անցել է 7 ամիս, եթե որևէ մեկի համար դա ոչ մի արժեք չունի, մեզ համար ամեն ժամը։ Այս մարդկանց կյանքից զրկել եք իրենց երեխաներին ամիսներով, իմ մասին չեմ խոսում, ես հանգստանում եմ, բայց կարելի է այդպես հայտարարելու անցնել վրայից, հետևաբար ես պահանջում եմ, ոչ միայն խնդրում եմ, ասելով կա փաստաթուղթ, փորձաքննություն, ապացույց, ձեռագրաբանական քննություն, որ այս բոլորը ճիշտ են, կա, սա հարցը, և ես տալու եմ միշտ,
Հա, դուք էլ չեք պատասխանել, չէ՞։ Մեկ վարքյան